համաբարփակ ամոթ մեր սերնդին, ղեկավարներին, ինձ բոլորիս, որ մեր պետականության պայմաններում թույլ տվեցինք մեր հայրենիքի մի մասի հայրենազրկումը, հայաթափումը, հազարավոր զինվորների եւ ոսկի դղաների աղջիկների կորուստը։ Առաջի հերթին այդ պատասխանատվությունը իհարկե պատկանում է բռնապետ հարևան ոսողներին, ովքեր բռնի ուժով փորձեցին խեղդել հայ ժողովրդի արդար պահանջը ազատության եւ ինքնորոշման, բայց նաեւ արդեն մենք ինչպես տեսել ենք այս տարիների ընթացքում եւ ինչպես վերջերս խոստովանվեց ուղիղ մեղսակցությամբ այն իշխանություններին, ովքեր այսօր նստել են աթոռի վրա։ Ռուս բարեկամների նաեւ մեղսակցությամբ միջազգային հանրության արևմուտքի գեղեցիկ խոսքերով, բայց էական լրությամբ մենք բերեցինք այս օրը եւ թույլ տվեցինք ոչ թե որևէ գայսրության օրերին, այլ սեփական պետականության արգայության դարիներին թույլ տալ այս օրը 5 տարի առաջ, որը դարձավ ձգանը, բլթագը, որը բերեց հայրենիքի գորստի եւ այսօրվա վիճակի։ Պատասխանատվությունը առաջի հերթին մերն է, կամ մենք մեր սերունդով, ձեր սերունդով պիտի ուղենք, հույս չգդրելով վերականգնվենք, կամ այսպես դեղաբդույթով պիտի գնա եւ մենք հերթապար պիտի Եռաբլուրի այս սուրբ տարբասների մոտ հանդիպենք, հարցեր տանք, պատասխանենք, լրագրողները կփոխվեն, պատասխանողները կփոխվեն, բայց խոսույթը նույնը կմնա եւ մենք պետք է ջարդենք այդ խոսույթի շարունակությունը։ Շատ բան ենք արել սխալ անցյալում բոլոր իշխանաշրջաններում, մեծ սխալներ, մեծ վրիպումներ, որոնք բերեցին այսօրվանը, իսկ այդ պայմանները, որ ստեղծվեցին այդ տարիների ընթացքում, նաև բերեցին այս իշխանությունը, որը իր հանձնարարությունների, խոստումների, ժողովրդական ալիքի ու սերի վրա իշխանության գալու ի հեճուկս դարձան այդ բոլոր արատների եւ հանցանքների ամփոփումը եւ գրողը։ Այո, մենք պատասխանատու ենք, կարող ենք այնպիսի Հայաստան գերդել, Հայաստանի Հանրապետություն, որը չհասնենք այսօրվանը, որ չլներ այս իշխանությունը իր մեղսակցությամբ, իր խոստովանությամբ, որ այո, ինքը դա դիտմամբ է արել եւ հետադարձ հայացքով փոխելով իր բոլոր հայտարարությունները, որ ժամանակին արել է որպես քաղաքացի եւ ընդդիմադիր։ Մեկը մյուսին մեղադրելու խնդիր չկա, պատասխանատվություն վերցնելու խնդիր կա այսօր, առաջի հերթին այսօրվա գործող նստող իշխանությունները ղեկավարով հանդերձ պատասխանատվություն պետք է վերցնեն եւ հետո նաեւ բոլոր նախկինները, որոնք ստեղծեցին այն վիճակը, բայց կարող եմ մի բան ասել, որ առնվազն ես ընդդիմադիր լինելով բոլոր իշխանություններին պետք է ասել, որ բոլոր դեպքերում մեծ սխալներով դիվանագիտական, քաղաքական անվտանգության հետ կապված դրանով հանդերձ իրենք գիծը բահեցին եւ երբեք չհասան դրան, որ իրենք պիտի դուրս գան որպես պետական ներկայացուցիչներ եւ փաստորեն ինչպես հիմա շատերն են ասում, ցուցմունք տվեցին որպես պետական պաշտոնյա աշխարհին օդար պետություններին սեփական երկրի եւ սեփական պետության դեմ։ Եվ գուզեմ ասել, որ ես չեմ ուզում մեկնել կամ մեկնաբանել այս որ նախագահ ինչ է ասում, ինչ վարչապետի նկատմամբ, բայց պատասխանատվությունը այսօր այստեղ այս իշխանության հետ է, որ բերեց այսօրը եւ հետո ամեն մեկը պիտի ինքնամաքրման ճանապարհով հասկանա թե ինչպես ինքը որպես պետական պաշտոնյա, ղեկավար, նախագահ, նախկին պաշտոնյա, ընդդիմադիր հայ մարդ լրագրող բերեց նրան, որ մենք այսօր ունենում ենք այս ահավոր շատ դխուր ցավալի խոսակցությունը Եռաբլուրում։ Հայաստանի Հանրապետությունը մեկն է, կամ մեկ Հայաստանի Հանրապետություն եւ այդ մնացած թվարկումները, արձագանները, մակերները բարձրապես անցողիկ հրեդորաբանություն է, որ մարդու դեսակա, որ ուզում է այնպես անել, որ ամեն ինչ իրենով լինի, հայոց պատմությունը իրենով լինի, պետության հիմնադրությունը իրենով լինի, եւ այս բարդությունից մենք պետք է դուրս գանք։ Ես կարծում եմ, որ սա ժամանակավոր հարց ու պատասխան է,
Հայաստանի Հանրապետությունը մեկն է եւ որ պիտի մնա վաղը եւ մյուս օրը միայն որպես մեկ Հայաստանի Հանրապետություն պիտի մնա, այսօր խոցված, այսօր գրջատված, այսօր շրջապակման մեջ, այսօր զավթված, բայց մեր սերունդը պիտի որոշի այսպես շարունակել, թե ինչ որ բեգում մտցնել։ Այդ բեգման համար ենք այստեղ, արժանի լինելու այն դղաներին, աղջիկներին, որոնք կյանք տվեցին եւ որոնք միայն բեմի հարց չեն, որ մեկը ասի գեցե նահատակները եւ գեցե հանրապետությունը։ Այս դղաները աղջիկները գեցեի համար չեն։ Իրենք նրա համար են, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա աբակա, ունենա հբարդություն, արժանապատվություն եւ երկար դարիների շարունակություն։ Հարևանը թշնամին իր մայրաքաղաքում նստած ուղղակի հրհրում է, ուղղակի խնդում է, զաղրում է մեր այսօրվա վիճակը, այսօրվա օրը անգամ այդ պատերազմը իհարկե գրկնում եմ մեղավորությունը, նախահարձակումը դա պատկանում է Ադրբեջանին, Թուրքիայի ուղղորդմամբ եւ դա եղել որոշիչը։ Բայց մենք որպես ժողովուրդ պետականություն 30 եւ ավելի դարիներ ունեցող պետականություն մենք այնպիսի աննախադեպ վիճակի բերեցինք, որ այն բանակը, որ կարողացավ 88-ից 94 ժողովրդից ելնելով պաշտպանել հայրենիք եւ նաեւ ազատագրել առաջի անգամ երկար դարիների ընթացքում հայրենիքի մի մասը, ինքը այդ մի սերունդի կամ մեկ ու կես սերունդի ընթացքում հասավ նրան, որ ինքը իր մարդունակությամբ, իր գազագերբչական ուղով, իր ղեկավարությամբ եւ հատկապես իր քաղաքացիական հրամանատարությամբ այնպիսի զիջման գնաց մեր անվտանգության համագարկում, այնպես թուլացան մեր պետության հիմքերը 30 տարվա ընթացքում եւ հատկապես վերջի 7 տարիների ընթացքում բոլորը միասին, ոչ թե առանցին, բոլորը միասին, բայց սկսելով այսօրվանից բերեցինք նրան, որ մենք չկարողացանք ապահովել այդ Չագերտյալ զոնտիկը, որ ամեն անգամ Ստեփանագերտ գնալիս սեպտեմբեր 2-ին, դեկտեմբեր 10-ին, մայիսի 8-ին ասում ենք զոնտիկ կա անվտանգության Արցախի շուրջ, որը անխոցելի է։ Իսկ ինչպես եղավ, որ այդ զոնտիկը արդեն 1, 2, 3, 5, 20 տարվա ընթացքում այլևս չեղավ։ Այնպես որ հանցավորությունը, մեղավորությունը հաստատ է, ինքնախոստովանված է եւ մեկը կա լինի որ պատասխանատվություն վերցնի իր վրա։ Դա լինի այսօր թե վաղը թե մյուս օրը բոլոր դեպքերում լինելու է, իսկ դրան զուգահեռ ով բերեց սրան, նախկինները ես, մյուսը պիտի ասի այո, ես թերացա, ես բավարար դիվանագիտական աշխատանք չդարա, ես թուլացրի բանակը, շահերի փախման գնացինք, ընդրության գերզման գնացինք, այնպիսի թուլության, որ թույլ տվեցինք, որ առաջամարտիկ ընդդիմադիրները ժողովրդի բորտման վրա, հիման վրա, ոգեղեն բորտման հիման վրա, գա եւ բերի այնպիսի վիճակի, որ փաստորեն այս օրը ինքը գադարում է ուղղահայտ ձևով ոչ թե հայաստանյան շահը, ոչ թե հայ մարդու շահը, ինքը դալիս է ամբողջ իրավունքը, որ պատկանում մեզ, դալիս է հագարագործին եւ հագարագորտ արդեն հայոց իրավունքը ինքն է իրացնում մեր նկատմամբ։